բարի լույս ընկերներ, երեխաներից թողեցի, հիմա գնում եմ մի քանի խանութներով և ուզում եմ ձեզ բարի օր մաղթել, ընկերներ ջան։ Ընկերներ, եկա հասա Նովոլի թաղամաս, ուզում եմ մտնեմ Պեպկո, տեսնեմ ինչ հետաքրքիր բաներ կան, այնուհետև կմտնեմ սուպերմարկետ և կգնամ տուն ընկերներ ջան։ Մտնեք ոնց են կանգնացրել հեծանիվն ու մեքենան։ Անձրև է սկսում։ Բնականաբար ես այստեղ արդեն, գիտեք, էլ չեմ ուզում ոչ մազեր սարքեմ, ոչ մի բան, որովհետև ուղղակի անիմաստ է։ Եթե նույնիսկ ֆեն եք անում կամ ինչ-որ բան եք անում, նույն օրը գալիս է անձրև, այդ չեմ ասում խոնավությունից մազերը այսենց փքվում են, ուռում են և կորցնում են իրանց ամբողջ այդ ֆեն արած էֆեկտը։ Դրա համար ես արդեն չեմ անում ֆեն, ժողովուրդ, թողնում եմ իմ բնական խոճուճ մազերը։ Այնպես որ Իտալիայում դա խնդիր է, իմ համար հատկապես, որտեղ իմ մազերը խոնավությունից ուռում են, մարդիկ կան երևի այդ խնդիրը չունեն, բայց ես ունեմ ցավոք սրտի։ Քայլեմ գնամ տեսնեմ վերջի հույսս երևի պետք է այնտեղից անձրևանոց գնեմ։ Ու սենց մեր տանը պատկացիք ինչքան անձրևանոց է հավաքվում, ու այստեղ երբեք եղանակը ճիշտ չի, գրած արև ու ամբողջ շաբաթ այդ տենց արև։ Դուրս ես գալիս տնից, դառնում անպամած, դու քո մազերով մնում ես, ժողովուրդ ջան։ Այսպես, ցավոք սրտի, այնպես որ գնանք տեսնենք բացվել է թե ոչ, որովհետև դեռ 8:50 է, հույսով եմ բացվել է ընկերներ։ Գնանք, քայլենք։ Փողոցները բավականին դատարկ են, որտև էլ եմ ասում, իրանք հիմնականում բոլորը երեխաներին տանում են մանկապարտեզ, մսուր և շատ հազվադեպ դուք կտեսնեք փոքր երեխաներ դուրսը այս ժամերին։ Եթե գնաք օրինակ այգի, խաղահրապարակ, մարդ չի լինի։ Նույնիսկ մեկ հոգի չեք գտնի, դա իմ ամենամեծ ստրեսն էր, որտև իրանք այստեղ համարյա 6-7 ամսականից տալիս են երեխաներին մսուր, որտև ծնողները աշխատում են։ Պատկերացրեք։ Ես չէի տվել և մեր տան կողքը կար խաղահրապարակ շատ լավ։ Ես գնում եմ այնտեղ, մենակ ես էի ու իմ աղջիկը։ Մարդ չկար։ Նույնիսկ տհաճ էր ժողովուրդ, միսակ վախենում ես, որ այտենց դատարկություն է։ Հետո ես հասկացա, որ իրանք բոլոր երեխաներին տալիս են։ Ես նկատել եմ մի բան էլ, եթե նույնիսկ չաշխատի ծնողը, միևնույն է տալիս է։ Ասում են մաման էլ էստեղ իրավունք ունի, իր համար մի քիչ ժամանակ ունենա, ընկերներ ջան։ Չգիտեմ, իրանք մի քիչ տենց են մտածում։ Հենա իմ սիրելի Պեպկոն, գնամ այդ կողմ։ Բացա, այնպես որ կարելի է տեսնել։ Մի քանի բան եմ տեսել կայքում, ու չգիտեմ իրականում դա կա թե չկա, ուզում եմ տեսնեմ, ընկերներ ջան, հույսով եմ կա։ Շատ գեղեցիկ բաներ են տան համար և ինձ շատ պետքական։ Գնանք միասին նայենք։ Տեսնենք ինչ կա։ Արդյոք այն ինչու ես ուզում եմ կա։ Այստեղ ծաղիկներ են,
Վարդագույն կոլեկցիան է։ Աղջիկական, ամեն ինչ աղջիկական, ծաղիկ, սրտիկ եւ նման բաներ։ Մեզ դա պետք չի։ Այս ինչի համար է, ժողովուրդ։ Չգիտեմ ինչա գիտեք։ Որմ, հա, բանա, տան հոտը։ Տարբեր տախտակներ։ Սա զատիկի կոլեկցիան է արդեն ժողովուրդ։ Երևի արդեն զատիկի կոլեկցիան են բերել։ Տեսնենք ինչ կգտնենք հետաքրքիր, եթե կգտնենք իհարկե։ Հուսանք։ Ինչ լավն է։ Մի հատ նայեք հələ։ Նապաստակի սենց պոչիկով ականջներով բարձի երեսը, շատ լավն է։ Այս էլ է սիրուն։ Սիրուն է, այսենց գործվածքով վրան, արժի 4 եվրո ժոր։ Այստեղ արդեն բարձր են պատրաստը, սրանք էլ են երևի այս գարնանային թեմայով, այո, սրանք բոլորը զատիկի թեմաներն են, շատ լավն են, այս ինչ է ժողովուրդ, թիթեռնիկա երևի, հա, թիթեռնիկա, իսկապես շատ լավ խանութ է, որպեսզի հաճախակի ոչ շատ թանկ, փոխել տան, ինչ լավն է, փոխել տան մթնոլորտը, սենց ասեմ, մի քիչ տրամադրություն բարձրացնել, ինչ-որ տենց իրերով, կարող է սենց բաներ առնեմ ճուտիկներիս, 1 եվրո արժի ժորդ, ինչ եք կարծում, գնանք տեսնենք այս կոլեկցիան ինչ է, ամեն ինչը զատիկի համար է վերջ, նախշեր, ձու, ինչ էլ է լավը, նայեք, կոտրած է, հետաք ինչ են կոտրած վաճարում ժոր, ինչ որ մեկը կարա ինձ բացատ, նապաստակներ, դեկորացիա անելու համար ենթադրում եմ, ուղղակի սեղանի վրա, ինչ արժեն, 1 եվրո, կան սենցները, սենց գույների, կա ձու, այս ինչ է, այս էլ են նապաստակներ, շատ լավն են բայց, ես ուղղակի տենց անիմաստ դեկորներ չեմ սիրում, սիրում եմ ինչ-որ օգտագործելու բան որ լինի, ասենք թե դեկոր լինի, բայց միևնույն ժամանակ ափսե լինի, շատ բաներ կա իհարկե, հեսա տեսնենք, ինչ լավ մաքրում են սրահը բոլորի մոտ, այս բոլորը սիրուն են այս դեկորատիվ արկղիկներ, զամբյուղներ, ինչ ասես կա, նապաստակներ, բազմաթիվ, այստեղ իմիջայլոց իրանք դնում են, հավաքում են ամեն երեխա իր զամբյուղը, իր ձուն, ամեն ինչը շոկոլադ է ձուն բնականաբար, գնում են եկեղեցի, այնտեղ օծում են, այսը նայեք ինչ լավն է, ասեն զամբյուղներ են, որ դուք ձեզ համար հավաքեք, տեսնենք ստեղ ինչ կա ընկերներ ջան, այս սանհանգույցի հատվածն է, բաժակներ, տարբեր ֆորմաների և տրամադրությունների, այս զույգով են վաճառում, 2 հատակով բաժակնա 6 եվրո արժի, ես մի հատ գնել եմ իրանցից, եթե չեմ սխալվում, ու լավն է շատ, ես էլ ասիրում գիտեք, արժի 6 եվրո, կարելի է գնել, ամեն օրվա տան օգտագործման համար, ինձ թվում է վատ չի, այս էրանք էլ են գեղեցիկ, 2 հատով են վաճառում, բայց շատ լավն են, տեսնենք այստեղ ինչեր կա ժողովուրդ, դեռևս ես չեմ տեսնում այն ինչի համար, որ եկել եմ, ցավոք սրտի, դեռևս չեմ տեսնում,
էլ է սիրում բաժակ, չէ։ Բայց սա ինձ թվում է սառը ըմպելիքների համար է, չէ, ոչ թե տաք։ Չէ, ինձ թվում է չկա ինչ որ ես եմ ուզում, ինչի համար որ եկել եմ։ Այս խառնելու համար է, խմորը խառնելու։ Ընկերներ ջան։ Տարբեր դարակները դասավորելու այս փայլաթուղթը պլաստիկը տեղավորելու համար է, սա սենց ֆորմա է։ Ինչ վատ է, որ իմ ուզած ոչմանը երբեք չի լինում, ինչ հետաքրքիր է։ Կամ ես ուշ եմ գալիս, արդեն վաճառած է լինում, կամ չգիտեմ ինչ մտածեմ ընկերներ, ինչ սիրուն են այս ամանները։ Արժի 6 եվրո մի հատը։ Ինչ որ սալատ մատուցելու, չէ, ինչ եք կարծում։ Ինձ թվում է սիրուն է շատ։ Ինչ լավ, բոլոր մարդկանց ներկայությամբ մաքրում են այս ամբողջ սրահը ժողովուրդ։ Ինչ որ բան են ման գալ, ինչ որ բանի տակերն են նայում։ Սենց ակտիվ ժողովուրդ։ Ոչ մի դեռ ինչ որ բան, որ իմ աչքը բռնի չկա։ Այս ափսեներն է շատ սիրուն, սա էլ 4 եվրո է, իսկ սա ինչ արժե, հետաքրքիր է, արդեն կոտրած է, բայց դա 3 եվրո, Ikea-ի գներն են, նույն Ikea-ի արժեքներն են, ընկերներ ջան, նույն Ikea-ի արժեքներն են, այս ինչ է, ֆորմաներ են, սա էլ սենց տեսակի, ինչ հետաքրքիր է, երկարացվող ֆորմա է, Այս էլ է լավը, տեսնենք էլ ինչեր կա, ցավոք սրտի այն ինչ որ ես ուզում եմ իհարկե չկա, դա կամ վաճառվում է հենց այդ նույն օրը երբ որ բերում են, կամ չգիտեմ ինչ մտածեմ, մի հատ սենց ամանիկ չառնեմ Միշային, ինչ լավն է, հա, ժողովուրդ, մի հատ է սենցը կա, հուսա կվերցնեմ երևի զամբյուղ, մի քանի բան կհավաքեմ, ժողովուրդ, հասա սուպերմարկետ, եկել եմ կոպ, մի քանի բան ունեմ գնելու ոչ շատ և բնականաբար հետո ձեզ ցույց կտամ ինչ եմ գնել, արդեն ասել էի ստեղ կարնավալին ինչեր են պատրաստում և մինչև հիմա դա կա արդեն զեղչ նայեք, սա կոչվում է Schiacciata Florentina, սա կոչվում է Չենչի, ամեն ռեգիոնում իր անունն ունի, ոնց որ խվորստ լինի ռուսական, եկեք տեսնենք իմ սիրած հացը կա թե ոչ, ընկերներ ջան, դեռ պետք է գնամ տուն, սկուզա, մի քանի բան պատրաստեմ ընկերներ, մերոնք այս հացն են սկսել հավանել, այս չաբատան, հեսա տեսնեմ քիչ ավելի լավը կա, բոլորը չաբատային, բայց մեկ-մեկ լինում են պինդ, մեկ-մեկ լինում են չոր, այսա կվերցնեմ, այս չաբատան կվերցնեմ, ընկերներ, եկեք տեսնենք ինչ ծաղիկներ կան, արդեն ինձ թվում է տնկման սեզոնը կարելի է բացել, գոնե տերասաներում ինչ որ ծաղիկներ տնկեմ, ինչ սիրուն է, այս ինչ է, ինչ լավն է, բեգոնիա, ինչ լավն է, շատ սիրուն են այս ծաղիկները, անցնենք առաջ, մի հատ կին շատ տարօրինակ վրաս նայում, թե ես ինչի եմ հեռախոսը ձեռս խոսում ժողովուրդ, այնքան ծիծաղալը, մինչև հիմա հələ մարդիկ չեն կարող սովորեն, նկատել եք, հետաքրքիր բան է, չէ։ Այսքան բլոգերներ կան, այսքան այս ամենի մասին խոսացվում է, բայց միևնույնն է, մարդկանց մոտ զարմանք առաջանում է ընկերներ։ Մայրիկս խնդրել է կեֆիր, գնամ որպեսզի կեֆիր վերցնեմ, այստեղ ամեն ինչը դրված է ինչը որ զեղչով է, 50% զեղչ, օրինակ դորադա ձուկը, ես չգիտեմ, սա երևի արդեն զեղչով է, հա իրագինը 9 եվրո այս մի հատիկը, ընկերներ ջան, ես ոստավ գրած։
Հայլենք տեսնենք ինչ հետաքրքիր բան կա։ Տատիկը ինձ սպանելու էր այս զամբյուղով ընկերներ, բայց ես փրկվեցի։ Տեսնենք ինչ կեֆիր ենք վերցնում։ Կեֆիր, որտեղ է կեֆիր։ Իդեպ իրանք շատ սիրում են կեֆիր։ Եկեք այս վերցնենք, ես այս կեֆիրը կվերցնեմ, առանց որևէ հավելումներույն։ Նայեք մի հատ խնդրում եմ, այս շոկոլադե ձվերն են արդեն պատրաստվում են Զատիկին, հələ մի հատ չափը նայեք, ինչ-որ գիգանտ են սրանք, իսկ գիտեմ քանի կիլո է, ընկերներ, չեմ պատկերացնում նույնիսկ քանի կիլո է ասա, բայց մեծ է։ Ես ինչ պետք է գնեմ։ Ես գալիս եմ սուպերմարկետ ու մոռանում ինչի եմ գալիս, ժողովուրդ ջան։ Ընկերներ։ Չեմ կարող հիշեմ, գիտեք, ես գալի հասնում ստեղ եւ վերջ, հələ մի հատ նայեք Զատիկին ոնց են արդեն պատրաստվում, ինչ լավն են սրանք։ Նույնիսկ երեխեքին առնելու, չէ՞։ Շոկոլադե արցանիկներ են տարատեսակ։ Էս էլ արդեն երեխաների սիրած հատվածն է։ Սա կրկին նոր տարվա նման սենց արդեն հավաքածուներ են պատրաստ, որ տանեք նվեր, շատ գեղեցիկ են, այս ձվերն են արդեն տարբեր չափերի, շոկոլադե մեջը բոլորը ունենում են նվերներ, սյուրպրիզներ և այլն, այն ինչ որ երեխաները սպասում են ասեմ ձեզ, եք պտտվենք, կինդերի տեսականին է, ամբողջը, ես երևի սա կառնեմ, մեջը ֆրոզենից ինչ-որ բան կա, իրանց շատ դուր կգա, արժի 16.99 մեկ հատը, բոլոր երեխաները սպասում են, գիտեն, որ իրանց պետք է նվիրեն, ինչը կինդերի հավիկներ են, մեջը ոչինչ չկա, դատար կա, այս ինչա, ոնց է մատրյոշկաներ լինեն, բայց շունիկ կա, ինչա չգիտեմ, սենց տեսակներ կան, սենց արգղիկներ, զամբյուղիկներ կան, որ հենց սենց արդեն կանֆետներով լիքը նվիրեք, շատ հետաքրքիր բաներ կան, ձեզ ասեմ, սա ամբողջը երեխաների սնունդները և այն ինչ որ վերաբերվում է երեխաներին, իրենց ուտելիքին, գնամ մեր տիկին Միշայի համար ուտելիք գնեմ, նայք անսահման քանակություն է, ինչ տեսակ ուզեք կա, ինձ է խիտ-խիտ են դրեմ, არ չկաղամ մտնի, այս սենց ինչ-որ նվերներ են մեջը լինելու, ու կա հենց հետաքրքիր աղջկա և տղայի, հենց տենց են իրանց վրա գրած լինում է, տարբեր ինչեր կան, սա մեծերի է, չոկոլատը ֆոնդենտ է, մեջ ես ռոշենի կանֆետներ, սրանք մեծերն են իրար նվիրում, փոքրիկներինը բոլոր այդենց խաղալիքներով է, այստեղ սենց բաժին այս կոպ սուպերմարկետում եմ իդեպ, չգիտեմ ասեցի, թե չէ, կոպ սուպերմարկետ է մեկ է, և այստեղ կան մի քանի սենց բաժիներ, արտասահմանյան սնունդ, որը իրենք սովորական սնունդը չի, հեսա այստեղ կան ևս կոլոմբաները, խաչի տեսքով, ինչպես միշտ տարբեր համերով, ձևերով, տարբեր միջուկներով, ամենը կա, սա միշտ լինում է զեղչով հատվածը, տարբեր բաներ այստեղ լինում զեղչով, մեկ-մեկ լինում է լավ բաներ, մեկ-մեկ լինում է ոչ այդքան, բայց հետաքրքիր է ամեն դեպքում, գնանք իմ Միշայի ճաշիկը տեսնենք կա թե ոչ, նա ոչ պակաս կարևոր անձ է մեր համար, այո, հեսա, ինքը այսա սիրում, ինքը սիրում է Royal Canin-ի, այս Sensible-ը, այս չորկերն է, ինքը համ չորկեր աղտում, համ սովորական թացքեր աղտում, այնպես որ ես իր համար գնում եմ և նա, իսկ իրա թացքերը սա է, այնքը սա է շատ սիրում, այս ձկով, առավոտ շուտ ժողովուրդ, մեր տուն ենքան հետաքրքիր տեսարան ալինում, ես գնում խոհանոց, երեխաները ու կատուն նստած են ու ամեն մեկը նստած է իր տեղում, որտեղ պետք է ուտի, շատ հետաքրքիր տեսան է ընկերներ, ես չգիտեմ, որ մեկին առաջինը կերակրեմ, ինչ կարելի այլ գնել, եթե ես հիշեմ իհարկե,
Ընկերներ, ես արդեն վերադարձա, արագ ձեզ ցույց տամ ինչ գնեցի սուպերմարկետից, արդեն տեսակ ցույց տվեցի Միշայի կերը, վերցրեցի, գիտեմ որ առողջ չի, բայց մեկ-մեկ ինձ թվում է կարելի է, այսպիսի քաղցրավենիքներ փոքրիկների համար, վերցրեցի այսպիսի 2 հատ սառացրած պիցցա, կոչվում է Բելլա Նապոլի, հաստ խմորով, վերցրեցի չաբատա տեսակի հաց, իդեպ արժի 400 գրամը 1.65, որտև շատ անգամ հացում եք արժեքները, այս դուլից վերցրել եմ 2 հատ, մեկը սա է, նույնից, եթե չեմ սխալվում մեկը 50 էր արժեքը, վերցրեցի այսպիսի վաֆլիներ, վերցրեցի Միշայի համար այս հաց կերը, ինքը շատ ասիրում, ոնց որ մուսլինի, քանի որ ատամներ առանձնապես չունի, իր համար շատ հարմար է, վերցրեցի պարմարեջո կարակ և վերցրեցի այսպիսի յոգուրտներ խմելու երեխաների համար և եթե 30 եվրոյի առևտուր է իրանում, քեզ տալիս են այսպիսի 5 եվրոյանոց կտրոն, որը կարելի է օգտագործել ամսի 2-ից 8-ը 30 եվրո գնում կատարելու դեպքում, այսինքն կվճարեք 25 իրականում, այս պահին չկորցնենք, իսկ ես վճարեցի 38 եվրո ու 20, այսքան էր այս ամենի համար, ես այդքան եմ վճարել ընկերներ, հեսա ձեզ ցույց կտամ նաև ինչ վերցրեցի Պեպկոից, շատ քիչ բան վերցրեցի, որտև այն ինչ որ ես էի փնտրում չկար։ Ընդհանրապես սա վերցրեցի Պեպկոից, բայց արդեն փոշմանել եմ, որ վերցրեցի մի հատ, պետք է 2 հատ վերցնել, որ 2 տեղ դնել սեղանին, երևի վաղ կգնեմ, սա արժեր 6 եվրո ընկերներ, շատ փոշմանեցի։ Հաստատ վաղը կգնամ կվերցնեմ։ Իրականում այստեղ ռեստորաններում պաստան են մատուցում, ռիզոտոն են մատուցում, այսինքն խորը ափսեի մեջ, բայց ես տանը մտածում եմ ինչ որ աղցաններ, եթե հյուրեր ունենամ, ոնց որ 2 տեղով դնեմ, որտեղ սեղանը մեծ է, մի տեղով չի բավարարում, 2-3 տեղով դնեմ այսպիսի աղցաններ հետաքրքիր ձևավորած, ու այո, շատ փոշմանեցի, պետք է գնամ առնեմ երկրորդը ընկերներ։ Սա վերցրեցի ընկերներ այնքանով հարմար, որ 1 եվրո արժի, չեք պատկերացնում, երևի 2 օր ա տևում, 3, հետո չգիտեմ ուրա։ Մի օր որ գնում են դպրոց, իրանք էլ դպրոցից սրանով չեն գալիս։ Ես չգիտեմ, ինչ որ մեկը վերցնում է, իրանք կորցնում են։ Ամեն դեպքում գնեցի, որ իրանք ուրախանան։ Այս վերջերս իրանք շատ սիրում են նկարել և բավականին լավ են սկսել նկարել, ասեմ ձեզ, և մի հատ հին ալբոմ ունեի իմներ նույնիսկ, ես էի նկարում, տվել է իրանց, որ նկարեմ վերջացել է, վերցրեցի նորը, որ կարելի է օգտագործել և մատիտի համար, և ջրաներկի համար, այսպիսի ալբոմներ են, որոցի 2 հատ վերցնեմ, նախկինում պոկում էին էջերը, նկարում էին, բայց ոչ, հիմա որոշել եմ ամեն մեկին մի հատ վերցնեմ, անունները վրաները կգրեմ, թող իրենց նկարները հավաքեն այստեղ, նկարեն, ու մի քիչ արդեն մեծավարի մոտեցում եմ ցույց տալիս, որ իրենք է սկսեն հասկանալ այս ամեն ինչ ընկերներ։ Սա էլ արժեր 2.5 եվրո ամեն մեկը։ Շատ լավ բաներ կա այդ խանութում, եւ գրենական պիտույքներ, ամեն բան, ու շատ հարմար գներով։ Այնպես որ ընկերներ, եթե ձեզ շրջակայքում կա Պեպկո, մտեք օգտվեք, շատ լավ խանութ է։ Ընկերներ, այսօր մի փոքր ժամանակ ունեմ, որոշել եմ պատրաստեմ տիրամիսու եւ գաթա։ Գաթայի խմորները արդեն պատրաստ են։ Երեկվանից եմ պատրաստել, որպեսզի այսօր թխեմ։ Միշտ չեմ ունենում ժամանակ, որովհետեւ մի քանի բան մի անգամից անեմ, թող մնա ավելի լավ այդպես, երկար ժամանակ կօգտագործեն, կուտեն, բայց ես կհասցնեմ գոնե, այնպես որ հրավիրում եմ ձեզ ինձ հետ մասնակցել եւ տեսնել ես ինչպես եմ պատրաստում։ Տիրամիսուի համար ինձ պետք է մասկարպոնե 500 գրամ, վանիլ, ոչ բոլորն են ավելացնում, ես սիրում եմ, 2 տուփ սավոյարդի, այստեղ շոկոլադի հատիկներ են, շատ քիչ, իմ ամուսինը առանց դրա չի ուտում, այստեղ ունեմ էսպրեսո տեսակի սուրճ, արդեն սառացրած, եւ ձու։
ընկերներ, հիմա սկսեմ ձվից եւ փորձենք այնուհետեւ հավաքել մեր տիրամիսուն ընկերներ։ Ինձ հարկավոր է 4 ձու բաժանել սպիտակուցը դեղնուցից։ Ես պատրաստում եմ իտալական կլասիկ տիրամիսուն, այլ ոչ թե ինչ-որ հավելումներով կամ ինչ-որ բաներով, հենց կլասիկ։ Շատ քիչ ժամանակ ունեմ, որ պետք է հիմա գնամ իրանց բերեմ, երևի գաթան կպատրաստեմ, երբ որ կվերադառնամ ընկերներ, բայց աստծի գոնե մի բան հասցնեմ անել, որտեվ այնուհետև շաբաթվա ընթացքում ինձ շատ դժվար է լինում հասցնել պատրաստել եւ ընթրիք եւ ինչ-որ քաղցրավենիք, իսկ ես սիրում եմ պատրաստել, որտեվ ինձ ավելի դուր է գալիս, երբ որ իրենք ուտում են տան պատրաստած բաներ, քան թե խանութների, չնայած ասեմ ձեզ, խանութինը միևնույն է ուտում են, չի ստացվում պահել հեռու, ցավոք, 4 վերջ։ Դնում եմ մի կողմ դեղնուցները եւ հարում եմ սպիտակուց ընկերներ, մինչեւ որ պինդ լինի։ Այսպես ընկերներ, սա պատրաստ է։ Ձվի դեղնուցներին ավելացնում եմ 3-4 կթալ շաքարավազ, դուք նայեք ըստ ձեզ ճաշակի, մենք շատ քաղցր չենք սիրում եւ ես հատուկ ավելացնում եմ քիչ, այնպես որ դուք նայեք ձեր ճաշակով, ընկերներ, բավարար է, 3.5, այսպես 4։ Ավելացնում եմ վանիլին, շատ հաճելի հոտ է առաջացնում եւ համ, ընկերներ, եւ հարում եմ միջև շատ լավ սպիտակի, ստացա սպիտակ զանգված, այստեղ ուզում եմ ավելացնել մասկարպոնեն, ուշադիր եղեք, մեկ-մեկ մասկարպոնեն լինում է սենց ջրային զանգված, նենց արեք, որ այդ ջրային զանգվածը չհայտնվի ձվի մեջ, որտև կարող է թույլ չտա լավ հարվել, այսպես ընկերներ, սա իմ մասկարպոնեն, հիմա հարում ենք սա, միջև միասեր զանգված, այնուհետև կամաց ավելացնում ենք սպիտակուցը, առանց հարիչի օգնությամբ։ Հիմա շատ զգույշ շարժումներով ավելացնում ենք սպիտակուց, փոքր հատվածներով եւ խառնում ենք իրար, այսպես շարժումներով ներքևից վերև, այսպես ընկերներ։ Շատ կարևոր է նաև, որ ձուն լինի շատ թարմ եւ հին ձու չօգտագործեք, որովհետեւ սա չի եփվում։ Լավ կլինի, որ լինի շատ թարմ ընկերներ։ Ընկերներ, վերցնում ենք ձևամանը, հարմար չափի եւ սկսում ենք հավաքել մեր տիրամիսուն։ Ինձանից երևի ամենը իրար հետ կխլի 15-ից 20 րոպե։ Շատ արագ է ստացվում եւ մի այսպիսի նրբություն կա, եթե դուք ուզում եք մի անգամից մատուցել տիրամիսուն, այսինքն 1-2 ժամվա ընթացքում, այս թխվածքաբլիթը սավոյարդին ամբողջությամբ իջացրեք սուրճի մեջ։ Եթե նախատեսում եք հաջորդ օրը օգտագործել եւ ունեք հյուրեր հաջորդ օրը, թաթախեք միայն կեսը։ Ես այսօր եմ երևի թե մատուցելու, դրա համար ես ամբողջությամբ այսպես կթաթախեմ ընկերներ։ Եվ շաքարով մասը դնում ենք վերև բնականաբար։
կեսը ուղիղ ավելացնում եմ վրան, այսպես։ Վրայից ավելացնում եմ դառը կակաո։ Ես իդեպ մատուցելուց առաջ միշտ այս կակաոն թարմացնում եմ, որովհետև երբ որ ինքը խոնավանում է, այդպես համով չի, եւ ինչա դուր է գալիս այդ էֆեկտը այս փոշու եւ դառնության քաղցր այս տեքստուրայի հետ։ Ես միշտ կրկնում եմ այս քայլը։ Վերջ ընկերներ, իմ տիրամիսուն պատրաստ է եւ գնում է սառնարան մինչեւ երեկո։ Գնամ երեխաներից բերեմ եւ անցնեմ գաթային։ Ժողովուրդ ջան, գնում եմ փոքրիկներից վերցնեմ։ Մտա կոնատ, վերցրեցի իրենց սիրելի բիսկոտիները եւ փոքրիկ sense պիցաներ, որտեվ դպրոցից դուրս են գալիս ահա որ սոված, չգիտեմ ինչու։ Այնպես որ վազում եմ վերցնեմ։